Վիրահայերը, Թբիլիսիի հայ համայնքի բազմաթիվ անդամներ, հոգևոր հայրերի եւ մտավորականների գլխավորությամբ նույնպես հանրահավաք են կազմակերպել ի զորակցություն հայ առաքելական եկեղեցու։ Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երբ հոգևորականները բարձրաձայնում են ճշմարտությունը, նրանց պատասխանում են նվաստացմամբ եւ ձերբակալությամբ, երբ ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հարթակներում պաշտպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, նրան սկսում են մեղադրել ռևանշիզմի մեջ։ Սա պատահականություն չէ, սա մտածված քաղաքականություն է հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը թուլացնելու եւ ազգային պետության բովանդակությունը արժեզրկելու համար։ Մենք հայտարարում ենք, ասվում է հայտարարության մեջ, հայ առաքելական եկեղեցին եղել է, կա եւ կմնա մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր եկեղեցու, հոգևոր հայրերի եւ ազգային արժեքների կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են մեր սրբությունները։ Սա մեկ հոգևորականի կամ մեկ քաղաքական ուժի հարց չէ, սա ամբողջ հայ ժողովրդի գոյության հարցն է։ Կոչ ենք անում բոլոր հայերին Հայաստանում եւ Սփյուռքում խոսքով ու գործով կանգնել մեր մայր եկեղեցու կողքին, ընդվզել անարդարության դեմ եւ պահպանել մեր ինքնությունը։ Հայ առաքելական եկեղեցին մեր մայրն է։ Պաշտպանելով եկեղեցին, մենք պաշտպանում ենք հայ ազգի ապագան, ասվում է հայտարարության մեջ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։